մոտ ժամը 6:15-20 կլինի։ Ես այսօր համալսարան եմ, հետևաբար շատ շուտ եմ արթնացել, բայց ամենահավանելը, որ շատ ուշ էլ քնել եմ։ Где-то 4-ին քնել եմ, 6-ին վեր եմ կացել, պատկերացնում եք։ Չի կարողանում քնել, ուղղակի չի կարողանում, պառկել եմ где-то 1:30-2-ին, չի կարողանում քնել։ Հիմա իր կարգի բերեմ, մազերս առավոտը փաթաթեցի, այսօր ուզեցի մի փոփոխություն ունեմ, ամեն օր ուղիղ մազերով եմ փաթաթեցի, դեմքս խոնավեցնեմ, գնամ սուրճ մուրճս խմեմ, պատրաստվեմ, սկսեմ դիմահարդարվել։ Անցել եմ իմ դիմահարդարմանը, այսօր գովազդում եմ նկարելում ինչ դուրս գալիս, դրա համար լավ կլինի, որ ամեն բան հասցնեմ։ Արդեն ուշ է լուսանում և շուտ սկսել է մթնել։ Ինչի է կարմրել այս հատվածը։ Շատ տրորեցի գուկայով, հա։ Երեխեք ջան, ես արդեն հագնվել եմ, հագել եմ սև յուբկաս, ուզում եմ այս պիջակ այսօր հագնել, դիմահարդարումս ավարտել եմ, կմնամ մազերս կարգին բերել, հա, ու նկարեմ հոլովակը միջին դուրս գալիս և հեռախոսս չվարանամ դնել լիցքավորման։ Երեխեք ջան, ես արդեն պատրաստ եմ, պայուսակս վերցրեցի, երկարաճիտ կոշիկներս հագա, չգիտեմ կադրում ոնց անեմ, որ տեսնեք, մի խոսքով կարելի ասել մնում է տաքսի կանչել և գնալ, վերջի պայն մանիկյուրս լղոզվեց, հիմա քսել եմ նորից մի հատ արագ չորանա ու դուրս գամ։ Մենք եկել ընկերից ուժ խմելու, այսօր բարեբախտաբար այն մի աղջիկը չի, ով որ միշտ հյուրասիրում այդ, չնայած ես այն անգամ իրեն ասել էի, որ սա վերջին անգամ է, որ ես ընդունում եմ հյուրասիրությունը, բայց մեկ է, լավ այս անգամ ուրիշ աղջիկ է, այդ անհարմար վիճակի մեջ չեմ ընկնի ու գնանք մեր սեմինարին, այսօր սեմինար է մեզ մոտ ու հետո արդեն են մյուս դասին, երեխեք ջան, մենք գնեցինք, այս անգամ կակաո տակ, չգիտես խիտ սառըման սիրտս չուզեց, մազերիցս մնացել է մտառը և աճապարում ենք դեպի 8-րդ հարկ, լիֆտի ջանը սախլիլի, ինչպես ասում են։ Ջախջախված պրեատ, ես նոր գնում եմ դեպի տուն, մութը համարյա ինչպես կադրի որակից էլ կարող եք հասկանալ, կադրում ավելի լույս եք տեսնում, քան իրականում ասել, որ ես հոգնած եմ կնշանակի ոչինչ չասել, շորեքշաբթի օրերը իմ տառապանքի օրերն են, ենքան նոր ինֆոյա լծվում գլխիս, ենքան հանձնարարություններ Ուզում եմ ոչինչ չմտածեմ, ստեղ դուք եկեք ու գրեք, դու ես ուզել առաջը, սամնա պրեսիոս, նոր տավը շուն չեմ սկսել զգալ, երեխեք, չծիծաղեք վրաս, բայց տոլի մանդարինա ծախվում, դրսում, տոլի չգիտեմ, բայց մի տեսակ է զգացողությունը կա, այ մարդն հենց են նայում, ոնց որ ես իմիջում ամ վիդեո եմ էլի նկարում, այսքան անցավ, այսքան բլոգերությունը զարգացավ, մեկ այլիս ես նայում եմ, պատտվում են յանից ինչ
աննորմալ մարդ է։ Մեզ մոտ առավոտ է, ես պատրաստվել եմ, այսպես деловая женщина look-ա ստացվել մոտս, բայց ի սկզբանե այդպես չեմ պլանավորել, ուղղակի այդպես ստացվեց։ Հիմա տաքսի կկանչեմ, կգնամ Ռասիայի կողմերը, գործերով եւ այսօր ունեմ հանդիպում ընկերուհուս հետ, շատ վաղուց չենք հանդիպել, ծնունդիս։ Սիրում ես դպրոց գնալ, շատ եմ սիրում դպրոց գնալ։ Շատ շուտով դու ես գնալու, հավատա։ Արտաշես ասում է, դա բայլի, քո վերջի տարի, իսկի կոզմա գնա։ Ասում ես ուզում եմ գնամ դպրոց, ունենամ դասընկեր։ Հա? Մերին ջոն, կունենաս անպայման։ Всё, ես թռամ։ Շատ շուտով։ Մեկ, ասում եմ ես թռաս, մամոս թռար։ Երեխեքը գիտեք, ունեն ուղիղ մշտենյա, իրանք ամեն Ո՞ր կդնա թռալով։ Թռալով, այսինքն Դու կքայլես։ Քայլեմ, օքեյ, կքայլեմ։ Всё, մնում է խորեն արտնանա, խոր։ Մեր կած որ ես գնամ սուրճդ պատրաստեմ։ Մամիս ասեց, դու գնա, պապա կվիդինա։ Ո՞վ ինչ է ուզում, ասում դու գնա, ուզում եմ մենակ գնա, էլի։ Հա? Դու շապ եմ տվել, գիշերվանից սկսել ինձ հազար։ Իրական այսօր տների մաքրության օր էլ այնց մոտ։ Ու մի տոննա համասարանի հետ կապված աշխատանք։ Ես արդեն դրսում սպասում եմ, տաքսին ցույց էր տալի 2 րոպե, հիմա նորից 4 րոպե, երևի խցանում կա ինչ-որ։ Մանիկյուրս ոչ չի մաքրվել, կարծես թե ոչ։ Զգում եք հետևի ֆոնը արդեն աշնանային է։ Ցածր են թռչուններ են, որից թված ինձ կկպնի։ Ես արդեն տեղում եմ, տաքսիստի հետ ասել խոսելով եկանք եմ ու լինում են, ես պազիտիվիկ մարդիկ սենց դրականի վրա։ Խոսեցինք, հիմա քայլում ենք մի քիչ իրար հետ կքայլենք, հետո որ հիշում եմ պիտի գնամ տուն ու անցնեմ այդ գրավորներին, տուն գնալս չի գալիս, անի օգնությամբ ոնց որ կտրվեցի այդ դաժան համասանական, հա լսի, մեկ այդ առօրյայից ուզում ես, դե հիմա ինձ թվում է դուք էլ եք նկատում, որ շատ քիչ եմ ինչ-որ տեղեր գնում, հիմնականում դասերի մեջ, քանի թեզիս հետ աշխատանքներ չի սկսել, գոնե մի քիչ ապրեմ։ Մենք քայլելով բարձրացանք Մոսկվա կինոթատրոն, վայելում ենք, զբոսնում, զրուցում, հավերում։ Ոյ, ինչ օգրոմեննի շենք, հալես էդ ես, լստե, չէ տեսել։ Սա եղել ա միշտ։ Այս փողոցում ես հաճախ չեմ լինում, դրա համար օքեյ ա, որ մի բան բաց թողած լինեմ։ Մի օր կարող ենք իրար հետ գալ կինոան։ Մի բան նայենք էլի։ Այդ մի օրը որ մնա հետո մի օր չի լինելու։ Կամ կազմակերպենք մոտակա օրերս եւ միջանկյալը սպրծնեմ ու կազմակերպենք։ Այդ միջանկյալները իմ կոկորդին են։ Մենք հասանք հրապարակ, մեր գեղեցկագույն, շքեղագույն հրապարակը, շատրվանչիկներով։ Առաջին անգամ է որ բանին հոկտեմբեր ամսին սենց հա միացրած են շատրվանները։ Նստելս եկավ ինչ որ միտեղ գիտես ան։ Արի նստեք։ Տեղ չկա։ Այն կողմը կա նստել։ Դարիլը գնանք տես հասել եմ տուն, մազերս պատատել կապել ոնց որ կոմֆորտային առանց նայելու էսթետիկային։ Հեսա գնամ մեյքափս ավարտեմ, այն որ մի քիչ օնլայն հարթակից դուրս ես գալի, մի միլիոն հատ նամակ ա կուտակում։ Մեր ուսանողական չաթում օրերն ենք որոշում միջանկյանների, Instagram-ում հետևորդներն են գրում, ինչ որ առանձին
WhatsApp, ոչ ասես մի տոննա բանա կուտակվել, պետք է հիմա հերթով նայեմ, պատասխանեմ, մի կես ժամ հանգստանամ կամ մի ժամ ու պետք է կպնեմ, այսօր ահագին բան որոշել եմ իմ համար, պետքա անեմ գրավորներից, ես մի հատ մեջ կկոտրեմ էլի այդ ծանր մասը, այդպես, ճիշտ ասած հոգնել եմ մի քիչ, բայց շատ ուրախ եմ, որ այսօր դուրս եկա, գլուխս մի քիչ դասապրոցես, անելիք, համալսարան թեմայից շեղվեց, ինչ ինձ պետք էր, որովհետև ես շատ եմ մտածում այդ մասին ու գերհոգնածություն էի զգում, պետք էր ինձ մի քիչ սրվել էլի, բայց հիմա ինչպես ասում են իգործ, ես այսօր իհարկե պլանավորում էի տները մաքրել, բայց քանի որ այսպես ամեն ինչ ուրիշ ձև դասավորվեց, ոչինչ, տունը կհասցնեմ, կմաքրեմ, մինչև շաբաթվա վերջ մի օր կընտրեմ կանեմ այդ, բայց երբեմն նաև պիտի կարողանալ հանգստանալ, որովհետև ես ինչ սեպտեմբեր է եկել, ինչ համալսարանը սկսել է, չեմ կարողանում հանգստանալ, իսկ այդ վտանգավոր է, աղը մյուսոր ուժերը ուղղակի կսպարվեն, ուղեղդ կանի защитное торможение մոզգը և դու այսն ստուպրի մեջ կվնաս, չէ խորս, համամիտ ես ինձ է, ես ոչ թե համամիտ եմ, ես ամբողջովետ եմ քեզ ասում, խորի կճղայնալ մավրաս, որ շատ եմ, դե բա ինչ, թաթախվում են ուսման պրոցեսի մեջ, ասպան մեղք ես մի քիչ չէ սովորելը լավ է, բայց նաև հանգստանալ է պետք, Բար խրոդի գխացավ է, ոտես չեք զգացել, ես ամեն վլոգում ասում եմ գլուխս ցավում է, բայց իրոք տենց այս ամեն օր շատ ուժեղ գխացավեր եմ ունենում, որ կա դեղ եմ խմում, որ կա չէ, բայց իրական պիտի ամեն օր խմեմ, ուղղակի ամեն օր չեմ ուզում խմեմ, վախում եմ կախվածություն մոտս լինի։ Երեխեք ջան, այս գրականական անկյունը վկայում այն մասի, որ ես ընդհանրապես մեկ ռեֆերատ եմ գնում, այո, երբեմն մեկ ռեֆերատ գրելու համար այսքան գիրք պետք։ Ինչ փորձում եմ հավաքել, փորձում եմ նեգատիվս դնել մի կողմ, մտքերը, որ բայ ես հեսա կխելագարվեմ եւս, ու փորձում եմ սես պոզիտիվ նաստրոյով գրել իմ գրավոր աշխատանքները։ Потому что надо, Федя, надо։ Հարթնանալուն պես զբաղված եմ մի քանի կարևոր հարցերով, որոնցից մեկն է ճաշ պատրաստելը։ Սկզբում ուզում էի ժարի տանեի կարտոֆիլը ուղակի թավայի մեջ, հետո հասկացա, որ ուզում եմ ավելի քիչ կալորիական անեմ իրան։ Ու այստեղ լվացի հենց այս ամանի մեջ, կտրատելու ընթացքում ջուրը բաց էի թողել, որ ոստան գնա մի քիչ էլ, ջուրը քամել եմ, ձեթ եմ լցրել, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ձեթը այստեղ լցրեցի, որտեղ որ թավայի վրա ես անում, ավելի շատ է տամիս, սենց ամեն մեկը ձեթ հոտվում է, իտոգում չի կպնում, բայց եւ շատ կալորիական չի ստացվում, մի խոսքով։ Այստեղ մի քիչ մութ է, կադրի որակը լավը չի եւ դուք չեք տեսնում ինչ իրականում սիրուն կարմիր գույն է ստացել, սենց համեմունքախառը գույն ունեն էլի կարտոֆիլները, բայց ինչևէ դա էական չէ, всё, դնում եմ վառարան ու անցնում եմ առաջ։ Երեխեք ջան, Խորենի հետ նստել ենք խոհանոցում, օգնում այնց խմբագրել իմ ռեֆերատները, հա, այդպես վրայով անցնում ենք, շտկում ենք, կետադրում ենք, նայում ենք, ջջում ենք, գրում ենք։ Մի կողմից լվացքի մեքենան է աշխատում, ինչպես լսում եք, մյուս կողմից էլ մենք ենք աշխատում։ Մինչև իր դասը սկսել է, ասեց արի մի քիչ անենք։ Ով կասի, որ հոկտեմբերի վերջն է, մենակ եղանակը տեսնենք։ Բարի բոլոր։ հեսա բարի, ես բարևելու էի։ Հիմա մեր պավասկին տեսիվ տակցիկ սակեժակը դուք փոխվում են, նրանք սկսում են շոշափել իրենց, ինչ-որ բան թափ են տալիս իրենց վրա, ես փորձում են ճզմել, անում են